Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, և թող Սուրբ Հոգին առաջնորդի և ուղղորդի մեր բոլորի մտքերը, և այս խոսքը, որ ես ձեզ փոխանցելու եմ, որպեսզի դուք իմանաք, թե ինչպես պետք է ճիշտ ընտրել, ճիշտ որոշումներ կայացնել ձեր կյանքի համար։ Աստված այնքան հիանալի է, իմ ընկերներ, երբ մենք սկսում ենք մտածել Աբրահամի պատմության մասին, նրանից մենք շատ բան ենք սովորում, և նույնպես տեսնում ենք, թե Աստված ինչպես է ընտրում մարդկանց։ Ինչու Աստված ընտրեց հենց Աբրահամին, որովհետև ամենասկզբում Աբրահամը կռապաշտ մարդ էր, և Աբրահամի ծնողները նույնպես կռապաշտ էին։ Եվ այստեղ մեկ նրբություն կա, որ շատ կարևոր է հասկանալ։ Աստված չի ընտրում այնպիսի մարդկանց, ովքեր ամեն ինչում ճիշտ են և կատարյալ են։ Ոչ, ոչ։ Աստված լրիվ այլ կերպ է ընտրում մարդուն, ինչպես որ Աբրահամի հետ է եղել։ Եթե մտածենք, ինչպես կարող էր Աստված ընտրել մի մարդու, ով կռապաշտ էր, ով երկրպագում էր լրիվ այլ աստվածների։ Չնայած այդ ամենին, Աբրահամի բնավորության մեջ կար մի բան, որը դուր էր գալիս Աստծուն։ Եկեք միասին մտածենք։ Այս ուսուցումը ընտրյալների համար է։ Համաձայն եք, որ Աստված մեզ շատ լավ է ճանաչում։ Նա գիտի մեր բոլոր մտադրությունները, մեր ցանկությունները, և չկա մեր կյանքում ոչինչ, որի մասին Աստված չէր կարող տեղյակ լինել և չէր կարող տեսնել։ Եվ երբ մենք խոսում ենք նրա մասին, թե Աստված ինչպես է ընտրել Աբրահամին, Աստված գիտեր, որ Աբրահամը շատ հնազանդ է։ Եկեք մտածենք այն խոսքի շուրջ, թե ինչ է ասում Աստվածաշունչը, ինչպես է սկսվել ամեն ինչ։ Այս խոսքերը շատ ուժեղ են։ Եթե դուք շատ լավ մտածեք և ուշադիր կարդաք այս խոսքերը, դուք ամեն ինչ կհասկանաք։ Աստված Աբրահամին այսպես ասաց. ամեն ինչ սկսվել է այնպես, որ հենց Աստված է եկել Աբրահամի մոտ, ոչ թե հակառակը, և այստեղ արդեն շատ մեծ տարբերություն է երևում։ Եթե հենց Աստված է եկել Աբրահամի մոտ, այլ ոչ թե Աբրահամը Աստծո մոտ, նշանակում է, որ Աստված իրապես ընտրել է Աբրահամին։ Եպիսկոպոս, ինչպես կարող ենք իմանալ, Աստված մեզ ընտրել է թե ոչ։ Երբ որ Աստված ընտրում է մարդուն, նրա մոտ ոչ մի կասկած չի մնում դրա մասին, որ նա Աստծո ընտրյալն է։ Երևի եղել է ձեզ հետ, երբ դուք Աստվածաշունչ եք կարդում, և ընդամենը մեկ խոսքի եք հանդիպում, այդ խոսքը փոխում է ձեր մոտ ամեն ինչ, բացում է ձեր միտքը։ Հնարավոր է դուք երկար էիք կարդում, բայց ընդամենը մեկ այդ խոսքն էր փոխում ձեր միտքը։ Այդտեղ Աստված խոսում է ձեզ հետ։ Եվ իհարկե Աստված չի խոսի ձեզ հետ, եթե ձեր մտքերն այդ պահին լրիվ ուրիշ տեղ են։ Երբ դուք այլ խնդիրների պատճառով անհանգստացած, տարբեր մտքերով ուզում եք Աստվածաշունչ կարդաք, ուզում եք արագ վերջացնեք և փակեք գիրքը, որպեսզի այլ գործեր շարունակեք։ Եթե դուք Աստվածաշունչ կարդալու ժամանակ անհանգստանում և մտածում եք այլ բանի մասին, այլ ոչ թե նրա մասին, որպեսզի Աստծո ձայնը լսեք, Աստված ձեզ հետ չի խոսի։ Եկեք հիմա Աբրահամի իրավիճակը նայենք։ Ինչպես որ արդեն ասացինք, Աբրահամը կատարյալ մարդ չէր։ Նա նույնիսկ կռապաշտ էր։ Եվ այսօր մարդիկ այսպես են մտածում. ով եմ ես, որպեսզի Աստված զրուցի ինձ հետ։ Ես բոլորի կողմից լքված եմ։ Ինչպես կարող է Աստված խոսել ինձ հետ։ Աբրահամը նույնպես այդպիսին էր, բայց նա ուներ բնավորության մի գիծ, որն Աստծուն դուր էր գալիս։ Նրա ներսում դա շատ յուրահատուկ էր, և դա Աստծուն դուր էր գալիս, որովհետև մարդիկ լավ բնավորությամբ, ովքեր ճշմարտությունն են սիրում, այդպիսի մարդիկ Աստծուն դուր են գալիս, որովհետև Աստված նույնպես արդար է։
Եվ երբ Աստված այդքան մարդկանց միջև տեսնում է այդպիսի մեկ մարդու, ում բնավորությունը նրան հաճելի է, հենց այդպիսի մարդկանց էլ նա ընտրում է։ Աստծո խոսքն ասում է, որ Տիրոջ աչքերը շրջում են ամբողջ երկրով, որպեսզի գտնեն նրանց, ովքեր հավատարիմ են նրան։ Այդպիսի մարդիկ ուրիշների համար կարող են լավը չլինել, բայց Աստծո համար նրանք յուրահատուկ են։ Աստված նա լույս է, Աստված արդար է և բարի, և մարդուն ընտրելուց նա փնտրում է այնպիսի մարդու, ով նույնպես սիրում է լույսը, նույնպես սիրում է ճիշտ բաները։ Հնարավոր է այդ պահին նա լրիվ այլ կյանքով է ապրում, բայց նրա բնավորությունը հենց այդպիսին է։ Եվ Աբրահամը հենց այդպիսի մարդ էր, ում Աստված գտավ և ընտրեց։ Աբրահամը նույնիսկ եղբայր ուներ, բայց նրա եղբայրը այդպիսին չէր։ Աբրահամն էր միայն յուրահատուկ Աստծո համար։ Եվ այսօր աշխարհում ինչպես է։ Մարդիկ միայն իրենց մասին են մտածում։ Շատերն էգոիստ են դարձել և մտածում են միայն իրենց մասին, բայց Աբրահամն այդպիսին չէր։ Այն ժամանակներում, ինչպես յուրաքանչյուր տղամարդ, ով ամուսնացած էր անպտուղ կնոջ հետ, նա կարող էր երկրորդ կնոջ վերցնել։ Օրենքը թույլ էր տալիս, որպեսզի այդ երկրորդ կնոջից նա երեխաներ ունենա և շարունակի իր սերունդը։ Բայց Աբրահամն այդպես չվարվեց։ Նա չէր ցանկանում ևս մեկ կին վերցնել, որովհետև նա իրապես սիրում էր Սառային։ Եթե մտածենք, այն ժամանակ նա հարուստ մարդ է եղել։ Նրա հայրը շատ ունեցվածք է ունեցել և նա իր սեփական գործն է ունեցել։ Բայց չնայած այդ ամենին, որ նա կարող էր երկրորդ անգամ ամուսնանալ, նա միևնույն է Սառային է ընտրել։ Այն ժամանակ առանց երեխաների ապրելը շատ ամոթ իրավիճակ էր։ Եթե Հակոբի մասին հիշենք, նա 4 կին ուներ, որպեսզի շատ երեխաներ ունենա, որպեսզի մեծ ժառանգություն ունենա, որովհետև հասարակության մեջ շատ ամոթ էր, երբ որ այն ժամանակ մարդը երեխաներ չուներ։ Ինչպես որ ասացինք, Աբրահամը հարուստ էր այդ ժամանակ։ Եվ իհարկե նա մտածում էր. այս ամենը ում եմ փոխանցելու։ Եվ Աստված, նայելով այդ իրավիճակին, Աբրահամի մեջ յուրահատուկ բան էր տեսնում։ Չնայած որ նա թույլատվություն ուներ երկրորդ կնոջ վերցնելու, միևնույն է այդպես չէր վարվում։ Ուրեմն մենք կարող ենք ասել, որ Աստված ընտրեց Աբրահամին նրա այդ բնավորության համար, տեսնելով նրա մեջ այդ յուրահատկությունը, որ նա արդար էր, նա հավատարիմ էր իր կնոջը, չնայած որ նա իրեն երեխա չէր կարող պարգևել։ Շատ լավ իմ ընկերներ, կարծում եմ, որ դուք ամեն ինչ հասկացաք։ Մենք բոլորս էլ ծնվել ենք այն հասկացողությամբ և կարողանում ենք տարբերել, թե որն է ճիշտը, որը սխալը, որն է արդար, իսկ որը արդար չէ։ Այստեղ հարցը ուղղակի ընտրության մեջ է։ Եթե մենք ընտրում ենք ինչ-որ բան, որն անարդար է, պարզ է, որ մենք Աստծո փորձությունը չենք անցնում և նրան հաճելի չենք լինում։ Բայց եթե մենք որոշում ենք, որպեսզի ինչ-որ արդար բան անենք, ես նույնիսկ հիմա հորս եմ հիշում, նա շատ է տառապել, բայց նա, չնայած այդ ամենին, սիրում էր ճշմարտությունը և ատում էր սուտը։ Ես երբեք չեմ մոռանա նրա խոսքերը։ Նա այսպես ասաց. «Ես կարող եմ ներել գողին, բայց ոչ խաբեբային»։ Իհարկե, մենք պետք է հիմա բոլորին էլ ներենք։ Ես ուղղակի կրկնում եմ իմ հոր խոսքերը, որպեսզի հասկանաք, թե որքան էր նա ատում սուտը։ Եվ երբ մարդը ատում է սուտը, նշանակում է, որ նա թեքվածություն ունի դեպի արդարությանը, նույնիսկ եթե նա հավատացյալ չէ։ Ուրեմն դուք, ովքեր որ լցված եք սխալներով, բայց եթե դուք ունեք այդ թեքվածությունը դեպի արդարությանը, դեպի ճիշտ գործերին, առաջ շարժվեք և վստահ եղեք, որ Աստված ընտրել է ձեզ, և նա կբացվի ձեզ, կբացվի իր խոսքով։
Մյուս անգամ մենք ավելի շատ կզրուցենք սրա մասին։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։